Մեր նախագծի շրջանակներում մեր խնդիրներից էր պատկերացում կազմել Զովունի գյուղի 65 և բարձր տարիքի բնակիչների սոցիալականացման մակարդակը։ Այդ նպատակով իրականացրել ենք հարցում, որին մասնակցել է շուրջ 7 տասնյակ մարդ։ Հարցման մասնակցած տարեց մարդկանց շուրջ 62%-ը կանայք էին։ Տարիքային առումով հարցման մասնակիցների մեծ մասը, մոտ 52%-ը, 65-ից 70 տարեկան էին։ Հարցման մասնակիցների 80%-ը ապրում է ընտանիքի անդամների հետ, և ընդամենը 12%-ն է բնակվում միայնակ։ Սա վկայում է, որ գյուղում ընտանիքային միջավայրը դեռևս պահպանվում է։ Զբաղվածության առումով տարեցների մոտ 48%-ը հիմնականում զբաղվում է տնային գործերով և թոռնիկների խնամքով, ինչը ցույց է տալիս նրանց ակտիվ մասնակցություն ընտանիքի կյանքին։ Տարեցների ընդամենը 17%-ն է աշխատում, ոմանք զբաղվում են նաև այգեգործությամբ, շինարարությամբ, միևնույն ժամանակ շատ քիչ են զբաղվում գյուղատնտեսությամբ կամ այլ աշխատանքներով։ Հնարվում է իմ երեխեքի տղուս հարսից է, այս կինս 17 տարի է մահացած, 95 տարի։ Հիմնական զբաղմունքը ես այգեգործություն, ես ընդհանուր առմամբ հայաթուն դեր հայվաներ կան, տարիքի մարդիկ էլ կան, նրանց հետ։ Ատի ամենամեծը ես եմ, բոլորն էլ հարգում եմ, շնորհակալ եմ բոլորից։ Վերջի անգամ կինո թատրոն, դե չհաշված այդ տելևիզորով որ ցույց են տալիս էդի ուրիշ, կինս կենթանի էր, մենք միշտ դիտում ենք կինո արագացում։ Ընդհանուր առմամբ գյուղի առօրյան բادرոյա չէ։ Դերդրումներ շատ բաներ են, ամեն ինչը տեսանելի է, դեպի լավն է։ Ես 42 թիվն եմ, Արվարդ։ Աղիխիկ, նույնիսկ մահացել եմ։ Իսկ աշխատել եք ժամանակին։ Սովորս կերկրվել եմ, բայց չեմ աշխատել։ Վրդենի տակս ամեն ինչի կարամ անեմ։ Հովանես, 74, որդուս հետ, թոռներիս հետ, հարսիս հետ, այգեգործությամբ տանը, մասնակիցների հետ, թոռներիս հետ, հատիկ երիտասարդության հետ, երիքի անում, որ կինո թատրոն գնալուն, հեռուստատեսություն։ Արաքսի։ Ես ումուջան ունեմ 3 տղա, նայրիկիս մոտն եմ մնալ, փոքր թվարսիկի, 38 թիվն եմ, 87 տարեկան եմ։ Կնանիք հետը տա մեր բալկոնի պատի տակը, կար, կտուր, համ տղեկներիս տունը, կմնամ, այդ ենց ուրսսնել էլի, համ փոքր հետ եմ սիրվեր շուպեմ, համ իր մեծերի հետը, սիրտս բարի, բոլորին էլ սիրել եմ, բոլորին էլ հարգել եմ, ես մատաղտել եմ։ Աստվածտա միլիոն խատ փոքր երեխալի, մեր աշխարհը թոզ արքանա, բազմանան, ես տեղեր չեմ կնացիլի, գյուղը առեժվանը չի, մկա ծաղկերի, ամեն ինչով բավարարված եմ ես, թուռներով, հարսներով, իմ տղեկներով, ընձ այս ես սիրել են, հարգել են, որպես իրանցը ճոչ, ադե, իրանցը միր, ես շնորհակալ եմ իս լավ աշխարից։ Անահիտ, 73 տղայից, երեխաների ընտանիքից հետ, մենաշատ թոռներիս հետ, հարևանների, երիտասարդների հետ է գետել, 40-30 տարի է չեմ գնացել, ոչ կինո, ոչ թատրոն։ Լյուդմիլա, 77 տարեկան եմ, երեխեքս հիմա ստեղ չեն, արտասահմանում են, մենակ եմ ապրում հիմա։ Մեծերի հետ եմ շփում, փոքրերի հետ այդքան շփում չունեմ, թատրոնը մոտացել եմ, ամուսնացած ժամանակ։ Գազաճամն եք սիրում սպաղել։ Կոտը շնչում կար։ Անկեղծ ասած բոլոր տարիքի։ Իդա 72 տարեկան։ Տոմս հետ եմ ապրում, թոռնիկներիս հետ եմ ապրում, հարսիկիս հետ եմ ապրում։ Ես թոշակ եմ ստանում։ Տնային գործերով եմ զբաղված։ Ալ եմ պահում, որդիկ ունեմ, տենց։ Հարևաններիս հետ։ 73 տարեկան եմ։ Տղայիս, հարսիս, թոռնիկներիս հետ։ Ես իմ առօրյան զգացնում եմ այս հարևանուս հետ, էքորս կինն է, նրանց հետո փոքրիկներիս եմ պահում, իմ փոքրիկ թոռնիկ, այն գործերով ազատ ժամանակներս զբաղվում եմ աստվածաշունչ ընթերցելով։ Հարցվածները հիմնական խնդիր են համարում տրանսպորտի պակասը, կոմունալ ծառայությունների անկատարությունը, խմելու ջրի և էլեկտրաէներգիայի անբավարարությունը, թափառական շների և աղբահանության խնդիրները։ Այսպիսով, Զովունի գյուղի 65-ից բարձր տարեց բնակիչների սոցիալականացումը կարելի է գնահատել միջին մակարդակի։ Նրանք հիմնականում կապված են ընտանիքի և հարևանների հետ, սակայն համայնքային և մշակութային կյանքում ակտիվ մասնակցությունը փոքր է։
Եթե ստեղծվեն մատչելի միջոցառումներ եւ փոխադարձ շփման հարթակներ, օրինակ երիտասարդների եւ տարեցների համատեղ ակցիաները, ապա տարեցների սոցիալականացման մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ։ Հասարակական միջավայրում տարեցների ավելի ակտիվ ներգրավվածությունը կարող է խթանել նրանց ինքնագնահատականի բարձրացմանը, բարելավել հոգեբանական վիճակը եւ սերունդների միջև կապը։ Մեր հույսը հավատը դուք եք։ Իր սրտե ցանկանում եմ բոլորիդ, ինչ նպատակներ ունեք, թող Աստված ձեր բոլորի նպատակները կատարի։ Քան օգնողն եք, այնքան գնահատվում եք դուք, այնքան հարգվում եք երեխեք ջան։